Մի 8 մարտական ուղևորատար ուղղաթիռն է, որին օդաչուները ավելի հաճախ «վասմյորկա» են ասում։ Մեր թռիչքը հենց մի 8-ով է լինելու։ Հրամանատարը Տիգրան Աշոտյան, երկրորդ օդաչուն Լևոն Թորոսյանը։ Նա դեռ սովորում է։ Տիգրանը թռիչքից առաջ Լևոնին վերջին խորհուրդներն է տալիս։ Այսինքն դու ես թռնում, ոչ թե ինքն է թռնում, դու իրան ղեկավարում ես, այդ դուք իրար հետ մեկ եք ու թռնում եք։ Օդաչուի օրը սկսվում է այս սենյակում, ուսուսի քննարկում են օրվա անելիքները։ Այս տղաները մի քանի ժամից երկնքում են լինելու։ Նախ ուղղում են ժամացույցները։ Ներքևում վարկյանի տարբերությունը այնքան էական չէ, որքան վերևում։ Այնուհետև լսում են եղանակի տեսությունն ու գրառումներ անում։ Слабый дождь. Թույլ անձրև օրվա երկրորդ կեսին, տեսադաշտը 6-ից 10 կիլոմետր, տեղումների ժամանակ 3-ից 4 կիլոմետր, մինչև թռիչքային օրվա վերջը 2-ից 3 կիլոմետր, քամին անկայուն է։ Եղանակային նման պայմաններն ու անպամած երկինքը թռիչքի համար նպաստավոր չեն, բայց արդեն ամեն ինչ որոշված է։ Դեպի երկինք տանող ճանապարհը մեկն է ու թռիչքուղու կեսից հետ դառնալ չի կարելի։ Երկրի վրա բնավորության ցանկալի գծերը երկնքում պարտադիր են ողջ մնալու համար, պետք է լինել առավել պատասխանատու եւ ուշադիր։ Լինում է վիճակներ, որ մի քանի վայրկյանը կարա ոչ միայն քո կյանքը, այլև բոլոր գտնվող ուղևորների, ասենք, կյանքը որոշի։ Ռիսկ կա յուրաքանչյուր թռիչքի ժամանակ, բայց օդաչուների կեցվածքն ու դեմքի վստահ արտահայտությունը ցրում են վախի մթնոլորտը ու մոռանում ենք, որ ուղղաթիռը գետնից 600 մետր բարձրացնելու է ոչ այնքան հմուտ օդաչուն։ Մի քանի վայրկյան եւ օդում ենք։ Վայրեջքն ենք իմաստուկում, թռիչքը լավ էր, վայրեջքը ստուգելուց հետո օդաչուն ուրեմն իրավունք ունենա արդեն ինքնուրույն կատարել նմանատիպ թռիչքներ։ Միայն վայրեջքից հետո ենք նկատում օդաչուի խցիկում փակցված աստվածամոր պատկերը։ Պարզվում է, որ այն ոչ թե օդաչուի պահապանն է, այլ հիշեցում։ Մշտական հիշեցնում է անձնակազմին խորհրդանիշ որպես որ իրենց գործողությունները բարեխիղճ կատարեն։ Գալիք տարի Էրեբունի օդանավակայանում ավելանալու է ոչ միայն հմուտ օդաչուների, այլև Ռուսաստանից բերվող 1 տասնյակից ավելի մի 8 եւ մի 24 ուղղաթիռների թիվը։ Վերջինները ամբողջությամբ են մարտական։ Այստեղ ուղևորի համար տեղ չկա, փոխարենը օդաչուի համար ավելի անվտանգ է։ Այս կողքերը այստեղ սա բրոնի պլիտաներ են սրանք կոչվում, դապանիցնի այս բաներով, քանի որ ինքը նախատեսած է հենց առաջադրանքը կատարի առաջադրանքը ինքը պետք է կատարի։ Անկախ եղանակից ուղղաթիռի թե ինքնաթիռի մոդելից առաջադրանքը պիտի կատարվի։ Դա օդաչուի ու ընդհանրապես հայ զինվորի ծառայության բնութագրիչն է, միայն թե այս տղաները պահպանում են հայրենիքի օդային սահմանները։ Սպարտակ Գրիշյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։